Տեսեք, հարգելի բարեկամներ, այս տանջված երկրում ինչքան մարդիկ կան, որոնք պայքարում են, աննահանջ պայքար են տանում քրիստոնեական արժեքների և եկեղեցու համար։ Շատ են։ Եվ դա առաջին հայացքից շատ ուրախացնող է։ Մաղաքյա արքեպիսկոպոս Օրմանյանը գրում է իր հայոց եկեղեցին գրքում։ Իմիջ հայոց այս գրքում նա նշում է կաթողիկոսներ, որոնք գահը զավթած են եղել և կաթողիկոսներ, որոնք կարգալույծ են եղել, որոնց կարգալույծ են արել։ Խոսում է նաև կաթողիկոսների մասին, որոնք հրաժարվել են գահից։ Հայոց եկեղեցու նախնական և հաստատուն ավանդությունն իրենց սկզբնական հիմնադիրներ ճանաչում է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուխիմեոս առաքյալներին, ում որպես հատուկ կոչում ինքը անվանում է առաջին լուսավորիչներ։ Նաև նրանց գերեզմանները որպես նվիրական սրբավայրեր հարգում և պահպանում է Արտազի և Աղբակի վանքերում։ Ուրեմն Արտազը Գավառի մեծ հայքի Վասպուրական նահանգում է, այժմ Իրանի տարածք։ Այդ գավառում Ավարայրի դաշտի մոտերքում է գտնվում Թադեի վանքը, որտեղ ըստ ավանդության թաղվել է Սուրբ Թադեոս առաքյալը, Իուդա Ֆադիեի, որպեսզի ասոցիացիա չառաջանա, հետագայում իրեն հիմնականում սկսել են կոչել Թադեոս անունով, անվան երկրորդ մասով, և Աղբակ Գավառ մեծ հայքի Վասպուրական նահանգում, այժմ Թուրքիայի տարածք, Մեծ Աղբակ Գավառի Բաշկալա քաղաքից հյուսիս-արևելք ավերվել է 1915 թվականին, ըստ ավանդության հենց այստեղ է թաղվել Սուրբ Բարդուխիմեոս առաքյալը մոտ Քրիստոսի մեր թվարկության 68 թվականին։ Այսպիսի հսկայական ավանդույթներ ունեցող եկեղեցի է հայ առաքելական եկեղեցին, և անկախ այն հանգամանքից դու տեիստ ես, աթեիստ ես, նույնիսկ եթե հեթանոս ես, դու չես կարող այս տրադիցիան չգնահատել։ Նույնիսկ եթե աթեիստ ես կամ հեթանոս ես, այս տրադիցիան հնարավոր չէ չգնահատել։ Ուրեմն ըստ հայ առաքելական եկեղեցու ավանդույթների, հարգելի բարեկամներ, չի կարելի տեղադրել Տիրոջ արձանը, Հիսուս Քրիստոսի արձանը։ Դա ավանդույթների խախտում է։ Մի քանի տարի է, ինչ այդ ձեռնարկի մասին խոսում է գործարար կամ ինչպես ասում են ժամանակակից հայերենով օլիգարխ, դեպետ օլիգարխը բացարձակապես կապ չունի այս հարաբերությունների հետ, ուրիշ բան է նշանակում, մենք սա սխալմամբ այդ բառը օգտագործում ենք, բայց օլիգարխ, թող օլիգարխ լինի։ Գագիկ Ծառուկյանը մի քանի տարի է խոսում է իր այն ձեռնարկի մասին, որ պետք է Հադիս լեռան վրա, իմիջ հայոց այդ լեռը սեփականաշնորհել էին, հետո աղմուկ բարձրացավ, հիմա չգիտեմ ինչ կարգավիճակում է գտնվում, հասկանում եք, Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհել էին լեռը, ու դա կարող է տեղի ունենալ։ Եվ այդ ձեռնարկը հետևյալի մասին է, որ պետք է այդ լեռան վրա տեղադրվի Քրիստոսի արձան։ Բազմաթիվ անգամներ հայ առաքելական եկեղեցին հայտարարությամբ է հանդես եկել, որ դա մեր եկեղեցու սուրբ ավանդույթների խախտում է։ Բայց Ծառուկյան Գագիկը աննահանջ է, ինքը մտածել է, ինքը դա պիտի իրականացնի։ Ու հիմա տեսնում եք դուք, հարգելի բարեկամներ, թե այն կողմում իշխանական թևում, ինչպես են պայքարում եկեղեցու համար, եկեղեցին մաքրելու համար, ինչպես իրենք են ներկայացնում, թե այս կողմում,
ոչ իշխանական ճակերտավոր կողմում, իշխանությանը հակոտնյա կողմում, թե ինչպես են պայքարում էլի եկեղեցու համար, եկեղեցին չփոխելու համար։ Հիմա հայ օլիգարխի արածը, հարգելի բարեկամներ, ոչ պակաս հարված է հասցնում հայ առաքելական եկեղեցուն, քան այն, ինչ անում է Փաշինյան Նիկոլը։ Կամ միգուցե Փաշինյան Նիկոլը սա անում է, որովհետև եկեղեցին այնքան տկար է եղել, որ Ծառուկյան Գագոն ձեր սիրելի օլիգարխը իրականացնում է այսպիսի բաներ։ Հիմա հարց. ժուրնալիստներ, բլոգերներ, քաղաքական գործիչներ, խմբագիրներ, դեպուտատներ եւ այսպես շարունակ։ Բայց այսքան դուք քրիստոնյա եք, այսքան դուք եկեղեցու նվիրյալ զավակներ եք, որևէ մեկը մի անգամ այս հարցը բարձրացրեց, որևէ մեկը մի անգամ հեռախոսը միացրեց գնա Աբովյան ձեր սիրելի օլիգարխի մոտ, որպեսզի ինչպես դուք եք հիմա թռնում սրա նրա դեմքին, թե ես ինչ ես անում, հարց տա ընդամենը, թե ինչու է ինքը Սուրբ եկեղեցու ավանդույթները խախտում, թե ինքը ով է ընդհանրապես, որ մեր Սուրբ եկեղեցու ավանդույթները խախտի։ Դուք զգում եք, դուք ինչքան երեսպաշտ եք, դուք զգում եք, ինչքան դուք սրիկա եք, եւ դուք սա անում եք, գիտեք ինչի համար, մեկ այնտեղ պատճառ կարող է լինել, մեկ պատճառ, փող, դուք սա անում եք փողի դիմաց, կամ սա չեք անում, պիտի անեք, բայց չեք անում փողի համար, ուրիշ պատճառ, այսպիսի զարմանալի դեպքեր երբ տեղի են ունենում, քաղաքականության մեջ այն ունի երկու պատճառ, կամ փողն է, կամ սերը, կամ փողն է, կամ սեքսը։ Հիմա չգիտեմ ձերը որն է, նրանցից մեկն ու մեկն է։ Փող ասելով նկատի ունեմ ոչ միայն ֆինանսը կոնկրետ, այլ նաև պաշտոնի ակնկալիք, պաշտոն, կորմ, աթոռ եւ այսպես շարունակ։ Երբ որ դուք խոսում եք մի բանի մասին, մյուսի մասին չեք խոսում, սա երեսպաշտություն է, կամ ավելի ճիշտ կլինի ասել լիցեմերություն։ Ձեզ չի հետաքրքրում եկեղեցին։ Քրիստոսը ձեզ չի հետաքրքրում, Քրիստոսի ուսմունք Ալեքսանդր Մենը ասում է, որ քրիստոնյա է նա, ով հավատում է Քրիստոսի վարդապետության ճշմարտացիությանը եւ պատրաստ է այն կյանքի կոչել։ Հիմա դուք ի՞նչ քրիստոնյա, հարգելի բարեկամներ։ Դուք ի՞նչ քրիստոնյա։ Ձեզ համար Աստվածը դուք կուրք եք սարքել փողը եւ հանուն փողի պատրաստ եք ամեն մի այլանդակության։ Ամեն մի այլանդակության։ Երբ ասում բազմաթիվ եկեղեցական բարձր դասի ներկայացուցիչների մասին է խոսում, ովքեր կարգալույծ են արվել, ովքեր ում նշում է որպես գահազավթացներ։ Ինչքան դու թույլ ես, ինչքան դուք թույլ եք վեհապարտեր, որ Ծառուկյան Գագիկը չեմ ուզում կոպիտ արտահայտվել, հա։ Բանի տեղ չի դնում եկեղեցու խոսքը եւ շարունակում է իր գործը։ Եթե Ծառուկյան Գագիկը ապրեր ենթադրենք Չեչնիայում եւ ցանկանար Մուհամեդի արձանը կանգնեցնել, այնտեղի իմամը թեթև հայտարարություն տարածեր, թեթև։ Ինչ եք կարծում։ Նա կարողանար այդ ամեն այդ ձեռնարկը շարունակել։ Եվ սրան գումարած նաև այն, որ սովետական տարիներին դատավճիռ կա, որ այս անձնավորությունը բռնաբարության համար դատվել է, ինչքան գիտեմ բռնաբարությունը տեղի է ունեցել եկեղեցու բակում, եւ արդեն հետագայում անկախ Հայաստանի, արդար Հայաստանի դատարանը արդարացրել է Գագիկ Ծառուկյանին եւ գիտեք դատավորը ով է եղել։ Սասուն Խաչատրյան կար, հեղափոխական, արդար քննչական կոմիտեի ղեկավարը։ Դրա հերն է արդարացրել։ Եվ այսպիսի բեքգրաունդ ունեցող անձնավորությունը որոշել է տեղադրել տիրոջ արձանը։ Բայց այս թեման լռության է մատնվում, գլխավոր թեման եպիսկոպոսներն են, ովքեր դուրս են եկել կաթողիկոսի դեմ եւ կաթողիկոսն է, ով պաշտպանում է
Կաթողիկոսը եթե պետք լիներ, պետք է հայ առաքելական եկեղեցու ավանդույթները պաշտպաներ նաև իր կյանքի գնով։ Կաթողիկոսը եթե պետք լիներ, պետք է կարողանար ֆիզիկական անվտանգությունը, արդարությունը մարդկանց պաշտպանել իր կյանքի գնով։ Պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետությունում գլխավոր պաշտոններից մեկը զբաղեցրել է ազգային Արգիշտիկ Քյարամյանը։ Եվ որի մասին բազմաթիվ վկայություններ կան, հիմնավոր վկայություններ կան, որ ինքը Կոտայքի թեմի կուսակրոն առաջնորդի որդին է։ Սա սկանդալ չէ, վեհապարտ էր, երբ Նիկոլ Փաշինյանի մտերիմ քաղաքական գլխավոր շրջապատի գլխավոր անձանցից մեկը Կոտայքի թեմի առաջնորդի որդին է, սա սկանդալ չէ։ Եկեղեցին սրա հետ կապ չունի։ Եվ այդ անձնավորությունը, այդ անձնավորության գործունեության կամ անգործունեության հետևանքով է, որ նաև մենք ունենք այս սոսկալի իրավիճակը։ Այսինքն ոչ միայն ուխտն է խախտել, այլ նաև դաստիարակել է մեկի, ով առերևույթ բազմաթիվ հանցագործություններ է իրականացրել, պետական մասշտաբի հանցագործությունների մասին է խոսքը։ Եվ աչքի ընկել բազմաթիվ խուլիգանական դեպքերով, քաղմասներում մարդկանց է խոշտանգել, վեհապարտ էր, սա խնդիր չի եկեղեցու համար, բա որն է խնդիրը։ Այդպես ասացիք, սա խնդիր չի, սա խնդիր չի, սա ձեր գործը չի։ Այդպիսի դեպք եղել է, որ Քրիստոսին մի հարց տան, Քրիստոսը ասի, սա ձեր գործը չի։ Այսինքն Քրիստոսի խոսքը տարածողները, Քրիստոսի եկեղեցին հիմնողները ժողովրդին ասում են, սա ձեր գործը չի։ Այն միշտ էլ ձեր գործը չի։ Մենք գիտենք ինչ ենք անում։ Հիմա դուրս են եկել, ասում են Քյարամյան Էլիբեկը այսպես, Քյարամյան Էլիբեկը այնպես։ Ասողեիք, շուտ ասեիք։ Շուտ ասեիք։ 2021 թվականին Դավադիր պատերազմից ամիսներ անց Պապիկյան Սուրիկը այսօրվա հաղորդման հերոսներից մեկի Փարավոն ռեստորանում ճոխ հարսանիք է իրականացնում, մինչ այդ եկեղեցի են մտնում։ Հայ առաքելական եկեղեցու սպասավորը օշտնում են։ Կներեք, իսկ եթե Պապիկյան Սուրիկի փոխարեն եկեղեցին մտներ ենթադրենք Ռամիլ Սաֆարովը։ Ենթադրենք հայ աղջկա հետ է ամուսնացել եւ որոշել է պսակվել հայ առաքելական եկեղեցում։ Իրականացնեիք դուք այդ պսակը։ Հիմա կասեն ոչ։ Կասեք Ռամիլ Սաֆարովի եւ Պապիկյան Սուրիկի տարբերությունը։ Ռամիլ Սաֆարովը քնած տեղը հայ սպայի կացնա արեց, Պապիկյան Սուրիկի թեմը սպանել տվեց մի ողջ սերունդ։ Ես սա հռետորական հարց չեմ բարձրացնում, սա էմոցիոնալ հարց չի։ Կասեք տարբերությունը, սա խնդիր չի։ Վեհապարտ էր։ Պապիկյան Սուրիկ, դու ընդամենը մի քանի հազար դրամով գալիս հասնում էիր Գյումրի, որպեսզի կարողանար ինչ-որ թուղթ փոխանցել ինձ։ Նիկոլ Փաշինյանից, Ռուբեն Ռուբինյանի հետ, հիշում եք, չէ՞։ Ասենք մի քանի կոպեկ գնալ գալու եւ մի քանի կոպեկ ճանապարհին պերաշկի կամ սնիկերս ուտելու համար։ Այդ որ միջոցներով դու կարողացար Փարավոն ռեստորանում հարսանիք կազմակերպել, կասես։ Որ միջոցներով։ Իմիջիայլոց սա ոչ միայն իշխանությանն է վերաբերվում, սա վերաբերվում է նաեւ եկեղեցուն։ Սա խոսում էին մեծ դավադրության մասին, մեծ առուծախի մասին, որը տեղի է ունեցել հայ ազգի գլխին, հայ ազգի նկատմամբ, ոնց թե մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք այդ թեմաների հետ գործ չունենք, բա որ քաղաքականության հետ չեք զբաղվում, ինչ եք կոչանում մարդկանց գնալ կռիվ։ Վեհապարտեր, ինչ եք կոչանում։ Քաղաքականությամբ չեք զբաղվում։ Պատերազմի գնալու կոչ ինչի եք անում։ Սպանդին մասնակցելու կոչով ինչու եք հանդերձ գալիս։ Դուք եւ ձեր arczepiskopos-ները, եպիսկոպոսները քաղաքականությամբ չեք զբաղվում։
Քաղաքականությամբ չեք զբաղվում, ինչու եք կոչանում Թուրքիային ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Բայց այսպեսի դավադրություն է տեղի ունեցել։ Որտեղից Պապիկյան Սուրիկ քեզ այդքան գումար։ Իմիջայլոց այս համատեքստում։ Պարոն Ծառուկյան, իսկ ձեր որդին ինչու չծառայեց Հայաստանի զինված ուժերում, հետաքրքիր է։ Ինչու չծառայեց։ Ես այս լրագրողներ կան, որոնց եթե մի բան ասես, գիտես քեզ ինչ կանեն։ Եթե մեկին ասես դու լրագրողական, ժուրնալիստական գործունեության հետ կապ չունես, գիտես քեզ ինչ կանեն։ Գնացեք այս հարցերը բարձրացրեք Պապիկյան Սուրիկին, Ծառուկյան Գագիկին։ Վեհապարին տվեք այս հարցերը, այս համատեքստով, վեհապարին տվեք։ Թե նրանց է վերաբերվում, թե նրանց է վերաբերվում։ Էլիբեկ Քյարամյանի հարցը բարձրացրեք։ Մարդը ոչ միայն կուսակրոնությունն է խախտել, ըստ հավաստի տեղեկությունների, այլ նաև դաստիարակել է մի սանձարձակ լակոտի։ Մի սանձարձակ լակոտիով քաղմասներում խոշտանգել է մարդ։ Խոսում են բազմաթիվ իրավապաշտպաններ, կապ չունի։ Ով է այդ մարդը, հանցագործ է, անմեղ է։ Սա խնդիր չի վեհապարտել ձեզ համար։ Ոստե, բա ի՞նչն է խնդիրը։ Բա ի՞նչն է խնդիրը։ Սա քաղաքական հարց է, այո։ 2017 թվականին այստեղ, երբ որ եկել էր Փաշինյան Նիկոլը, ես համարյա վստահ եմ, որ այդ ձայնագրությունը, այդ խոսակցության ձայնագրությունը առած կլինեն, այդտեղ Արարատ Միրզյանն է ներկա եղել, այդտեղ Պապիկյան Սուրիկն է ներկա եղել, այդտեղ Աղազարյան Հովիկն է ներկա եղել, իմիջայլոց վերջերս նաև այդ հանդիպումն էր հիշել պարոն Աղազարյանը։ Արարատ Միրզյանը կարծես թե պիտի չլիներ այդ հանդիպանը, բայց ինքը մեջ ընկավ։ Ես շատ կզարմանամ, եթե իմանամ, որ Ազգային անվտանգության ծառայության գործակալ Օմեգան ձայնագրություն չի արել։ Ազգային անվտանգության ծառայության գործակալ Օմեգան ձայնագրություն չի արել։ Շատ կզարմանամ։ Եվ բազմաթիվ հարցերի մասին խոսեցինք նաև Վազգեն Սարգսյանի մասին։ Իր այդտեղ գալու գլխավոր նպատակը այն էր, որ ես գրել էի Կեցեն Սարգսյանները Վազգենից մինչև Սերժ, չէ, հարգելի երկ։ Եվ այդ հայտարարությունը, այդ խոսքը շատ վրդովեցրել էր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ինքը ուզեցավ ինձ հետ հանդիպել եւ եկավ ինձ մոտ։ 3 ժամ է եղել այդ հանդիպումը, տարբեր թեմա, ես մոտավորապես եմ հիմա հիշում։ Նաեւ ընտրությունների մասին խոսվեց, կաթողիկոսի ընտրությունների մասին խոսվեց եւ այդ համատեքստում նա ասաց Վազգենը ինձ համար ոչ բացարձակ, բայց հեղինակություն է, բայց ու պլյուս դրան ասաց, որ Արամ Սարգսյանը իր գործընկերն է եւ ինքը չի կարող խախտել այդ գործընկերային հարաբերությունները։ Ինչ է Վազգեն Սարգսյանը չի ազդել ընտրությունների վրա վեհապարը։ Ես բոլորը գիտեն, բայց տեսեք Փաշինյան Նիկոլը լուռ է։ Փաշինյան Նիկոլը լուռ է։ Եվ նա է լուռ, եւ այն մյուս կողմն է լուռ, որովհետեւ դուք կիսատ պրատ ճշմարտությունների մասին եք խոսում, դուք զբաղեցնում եք մարդկանց, Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական օրակարգը ոնց է ձևավորվում, ինչ որ բան են ասում վերևից խմբագիրներին, այն մյուս դաշտի խմբագիրներին եւ այն մյուս, ասենք, իրար հակոտնյա առաջին հերթին դաշտերի խմբագիրներին եւ ասում են, այս թեմաները զարգացրեք ձեր բլոգերների, դեպուտատների, ժուրնալիստների եւ այլների միջոցով, որպեսզի հասարակության ուշադրությունը այսպես շեղվի այդ թեմաների վրա, թեմաները, որոնք իրենց աթոռներին եւ այս փողերին մեծ վնաս չեն տալիս եւ իրենք իրականացնեն իրենց գործը։ Իսկ այն լուրջ թեմաները, կարևոր թեմաները, իրենց վնասող թեմաները անտեսվում են կամ ձևի համար կարող է 1-2 նախադասություն ասվի անցնի առաջ։ Մի ամիս է հարց են բարձրացրել։ Կան արդյոք Հայաստանի Հանրապետությունում դիրքեր, որտեղ դիրքապահները հասնում են անցնելով ադրբեջանական անցակետի, ադրբեջանական հսկողության տակով։ Հարյուրավոր վկայություններ կան։ Հարյուրավոր մարդիկ կան, ովքեր մտնում են կոմենտներում գրում են, որ այո կան, եւ այդ դիրքերի սերունդի հատվածում են, բայց սա չի հետաքրքրում ոչ մեկին։ Փաշինյան Նիկոլը ձևական գործ հարուցել տվեց Արշակ Կարապետյանի նկատմամբ, որ այդ դիրքերի հարևանությամբ գտնվող դիրքերը հանձնվել է Արշակ Կարապետյանի օրոք եւ վերջ։ Եվ վերջ։ Այսպես հարգելի բարեկամներ, այսպես
հայի ձեռը իշխանություն է ընկել եւ ինքը պղծում է 2000-ամյա ավանդույթներ ունեցող եկեղեցին, ուղղակի պղծում է, բարի բուն իմաստով, թե այն կողմը, թե այն կողմը։ Երկու կողմերը իրար ձեռք բռնած պղծում են եկեղեցին։ Եվ քաղաքական իշխանությունը բանեցնում են սխեղճ ու կրակ ժողովրդի վրա, որպեսզի էլ ավելի մոլորեցնեն, որպեսզի էլ ավելի ստորացնեն, էլ ավելի կեղեքեն, պայմաններ ստեղծեն, որ այս ժողովուրդը ուղղակի թողնի գնա Հայաստանի տարածքի, չեմ էլ ուզում ասել Հայաստանի Հանրապետություն, թողնի գնա։ Եվ ստացվում է իրենց մոտ 100,000-ավոր մարդիկ ուղղակի արտագաղթել են, արտագաղթում են, որովհետև իրենց վաղվա օրը չեն տեսնում Հայաստանում։ Հային պետք է փրկել, հարգելի բարեկամներ, այս հայից։ Հայը գտնվում է հայի լծի, հայի ճիրաններում, հայ լծի տակ եւ հայի ճիրաններում է գտնվում։ Ոչ մի սուլթան երևի այսքան չէր խաբել, այսքան չէր մոլորեցրել հայ ազգին, ինչպես որ արեցին այս ստահակները։ Ես ձեր տիրոջ մերը